Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, քույրեր ու եղբայրներ։ Ես օրինակ չեմ զարմանում, թե այսօր ինչ իրավիճակում ենք մենք հայտնվել ազգովի։ Եվ ոչ միայն մենք, այլև ամբողջ մարդկությունը, որովհետև չեմ զարմանում, որովհետև ինչ տեղի է ունենում, պատճառ գոյություն ունի։ Առանց պատճառ ոչինչ տեղի չի ունենում մեր աշխարհում։ Եվ եթե մարդը ունի տրամաբանական վերլուծության ունակություն, նա ուսումնասիրում է իրավիճակը, կարողանում է հայտնաբերել իրավիճակի առաջացման պատճառները, եւ եթե իմանում եք պատճառները, ապա իհարկե զարմանալու կարիք չկա, որովհետև դուք գիտեք, թե ինչն է պատճառը, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել։ Եվ այսօր ես ցանկանում եմ հենց խոսել մեր իրականության, այսօրվա իրականության ձևավորման ամենակարևորագույն պատճառներից մեկի վերաբերյալ։ Բայց նախքան թեմային անցնելը ցանկանում եմ մի պատմություն պատմել կարճ։ Այս պատմությունը ձեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ իր կյանքի ընթացքում լսել է, պատմությունը հավատացյալի մասին է, ուրեմն ջրհեղեղ է լինում ու հավատացյալը բարձրանում է իր տան կտուրին նստում ու սկսում աղոթել Աստծուն, որպեսզի Աստված իրեն փրկի։ Որոշ ժամանակ անց այս հավատացյալի տան կողքով մի մարդ է անցնում լոդկայով ու այս հավատացյալին առաջարկում է, ասում է, արի նստի լոդկայի մեջ, գնանք, որ փրկվես։ Այս հավատացյալը մերժում է, հրաժարվում է, ասում է, չէ, չեմ գալիս, եղբայր, դու գնա, իմ Աստվածը ինձ կփրկի։ Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ջրերը այնքան են բարձրանում, որ այս հավատացյալը խեղդվում է ու մեռնում ու ընկնում է Աստծո մոտ։ Աստվածին ասում է, Աստված ջան, ես ամբողջ կյանքս քեզ հավատարիմ ապրել եմ, ինչու ինձ չփրկեցիր։ Աստված ասում է, արա, այ ծույլ անբան։ Այն մարդը, որ եկավ քեզ առաջարկեց լոդկայի մեջ նստել, որ փրկվես, այդ մարդուն ես էի ուղարկել։ Դու ալարեցիր մի քայլ կատարես, որպեսզի փրկվես։ Ժողովուրդ ջան, այս պատմությունը գիտեք ինչ եմ պատմում, որ մարդկության մեծամասնությունը հենց այսպիսի մտածելակերպ ունի։ Բոլորը ցանկանում են երջանիկ լինել, բոլորը ցանկանում են արդար աշխարհում ապրել, բայց ոչ ոք չի ցանկանում իր վրա պարտականություն վերցնի, որևէ մի քայլ կատարի, որպեսզի այդ աշխարհը ձևավորվի։ Եվ այսօր ես ցանկանում եմ հենց խոսել այս ամենի մասին, թե ինչն է պատճառը, որ այսպիսի իրականության մեջ ենք հայտնվել։ Գլխավոր պատճառը մեր մտածելակերպն է։ Մեր իրականության ձևավորման գլխավոր պատճառը մեր սխալ մտածելակերպն է։ Ես մարդկանց ըստ իմացության բաժանում եմ 4 խմբերի։ Առաջինը դա մարդը կարող է լինել գրագետ, բայց անխելք։ Երկրորդ տարբերակը մարդը կարող է լինել խելացի, բայց անգրագետ։ Երրորդ տարբերակը կարող է լինել եւ անգրագետ, եւ անխելք, եւ չորրորդ տարբերակը մարդը կարող է լինել եւ գրագետ, եւ խելացի։ Հիմա թե մարդկության քանի տոկոսը ինչպիսին է, ես չգիտեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ մարդկության մեծամասնությունը գրեթե 99%-ը ունեն սխալ մտածելակերպ։ Եվ այսօր ես ցանկանում եմ ձեզ երկու փաստ ներկայացնել, թե ինչու եմ ես եկել այդպիսի եզրակացության,
եւ գիտեք, ով կարող է մեզ այս իրավիճակից դուրս բերել։ Մեզ կարող է դուրս բերել միայն խելացի մարդը։ Եթե մարդը գրագետ է, բայց անխելք, այդ մարդը ավելի շատ մեզ կմոլորեսնի, քան թե օգուտ կտա։ Հասկանում եք, մեզ կարող է այս իրավիճակից դուրս բերել միայն խելացի մարդը, խելացի մարդիկ։ Իսկ մարդկության մեծամասնությունը նույնիսկ չգիտեն, թե ինչով է տարբերվում խելացի մարդը գրագետից։ Հիմա ժողովուրդ ջան, ես երկու փաստ բերեմ, երկու օրինակ բերեմ, թե ինչու եմ եկել այդ եզրակացության, որ մարդիկ սխալ մտածելակերպ ունեն։ Մեկ շաբաթ առաջ, մոտորապես մեկ շաբաթ առաջ, անցնում էի Երևանի կենտրոնական հրապարակով եւ տեսնեմ, որ կառավարության շենքի դիմաց մարդիկ են հավաքվել։ Մոտեցա այդ մարդկանցից մեկին ու հարցրեցի, թե ովքեր են, ինչի են հավաքվել այստեղ։ Նա պատասխանեց, ասեց, որ իրենք ձկնաբուծությամբ զբաղվողներն են, ինչ որ խնդիր ունեն եւ բողոքի ակցիա են անցկացնում։ Գիտեք, ժողովուրդ ջան, այդպիսի բողոքի ակցիաներ շատ հաճախակի է տեղի ունենում կառավարության շենքի դիմաց։ Տարբեր ոլորտի աշխատողներ խումբ գալիս են, իրենց խնդիրը բարձրաձայնում, իրենց բողոքի ակցիան անում ու թողնում հեռանում։ Պամիդոր ծախողները իրենց հերթին են գալիս, թողնում հեռանում, խաղող ծախողները իրենց հերթին, տաքսու վարորդները իրենց հերթին, մեքենա ներմուծողները իրենց հերթին, այդպես առանձին գալիս են, իրենց բողոքի ակցիան անցկացնում ու գնում։ Բայց գիտեք ինչ ընդհանուր մի բան կա այդ բոլոր խմբավորումների մեջ, երբ որ լրագրողները հարցեր են տալիս այդ մարդկանց, թե ինչու են հավաքել, ինչ խնդիր ունեն, բոլորը կարծես թե մի դպրոցի ուսանողներ են եղել, բոլորը գիտեք ինչ են պատասխանում, ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք այս հարցը չենք ցանկանում քաղաքականացնել, մենք որևէ մեկի հետ գործ չունենք, ցանկանում ենք միայն այս մեր խնդիրը լուծենք ու թողենք գնանք։ Դա գիտեք ինչից է ժողովուրդ, որ պամիդոր ծախողին չի հետաքրքրում ծիրան ծախողի խնդրը, ծիրան ծախողի խնդրը չի հետաքրքրում խաղող ծախողի խնդրը, ու այդպես շարունակ, խաղող ծախողին չի հետաքրքրում տաքսու վարորդների խնդրը։ Այդպես առանձին բոլորը գալիս են, ոչ ոք չի ուզում ոչ մի բանի մեջ խառնվի, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, չենք քաղաքականացնում այդ հարցը, մեր խնդիրը լուծեք։ Իմ մոտ օրինակ իմ ուղեղը, երբ որ ես այդպիսի մեկնաբանություն եմ լսում այդ մարդկանց կողմից, ազնվորեն իմ ուղեղս կախում է։ Եթե հարգելիներս, եթե դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, ապա ինձ պատասխանեք, ինչու եք եկել կառավարության շենքի դիմաց եք այդ հարցը բարձրաձայնել։ Գնացեք Grand Candy տնօրենի դաչայի դիմաց, ձեր բողոքի ակցիան անցկացրեք, այդ տնօրենը թող դուրս գա, դուք ձեր խնդիրները ասեք, կլուծի, չի լուծի, ես չգիտեմ։ Դուք չգիտեք, որ կառավարության շենքում նստած են քաղաքական գործիչներ։ Չգիտեք այդ մասին։ Դուք չեք տեսնում, ժողովուրդ, երբեք դուք հասկանալու, որ մեր ամբողջ կյանքը դա քաղաքականություն է։ Քաղաքականությունը եկել է մտել բոլորիս տները, բոլորիս բնակարանները, բոլորիս ընտանիքները։ Դուք չեք տեսնում դա։ Օրինակ, քաղաքական գործիչները չեն որոշում, թե օրինակ մեր երեխաները ինչ կրթական համակարգում սովորեն, կրթություն ստանան։ Իրենք են չէ որոշում։ Այո, քաղաքական գործիչները չեն որոշում, թե ինչ առողջապահական համակարգում մենք բոլորս բուժվենք։ Իրենք են որոշում։ Իրենք չեն որոշում մեր անվտանգության հետ կապված բոլոր հարցերը։ Իրենք են որոշում։ Մեր իրավունքների պաշտպանության հարցերով ովքեր են զբաղվում։ Ովքեր են որոշումներ կայացնում։ Քաղաքական գործիչները։ Դուք կարող եք դուրս գալ ու մի ոլորտ մատնանշել,
որտեղ քաղաքականություն չկա, որտեղ որոշումները չի կայացնում ազգային ժողովը, այսինքն քաղաքական գործիչները չեն որոշում կայացնում։ Կարող եք այդպիսի մի ոլորտ թվարկել։ Ինչպիսի աշխատավարձներ մենք ստանանք, մեր ծնողները, տատիկները, պապիկները ինչպիսի կենսաթոշակ ստանան։ Ամեն ինչը որոշում են քաղաքական գործիչները, իսկ դուք քաղաքականությամբ չեք զբաղվում։ Դե մի զբաղվեք, բայց ինչի եք եկել ու կառավարության շենքի դիմաց եք ձեր խնդիրը բարձրաձայնում։ Դուք չգիտեք, որ այդտեղ նստած են քաղաքական գործիչներ, իսկ դուք չեք զբաղվում քաղաքականությամբ։ Գնացեք մի հատ ռեստորանի դիրեկտորի, տնօրենի մոտ, ձեր բողոքի ձայնը բարձրաձայնեք, թող այդ կլուծի, չլուծի, ինձ չի էլ հետաքրքրում։ Երբ եք հասկանալու ժողովուրդ ջան, որ յուրաքանչյուր հայր, ես հլա մայրերին չեմ ասում, յուրաքանչյուր հայր պետք է զբաղվի քաղաքականությամբ, բացի դրանից, որ պետք է ինքը ինչ-որ մասնագիտություն ստանա, կրթություն ստանա, աշխատի իր ընտանիքը ապահովի նյութապես, դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր հայր պետք է զբաղվի քաղաքականությամբ։ Երբ եք դա դուք հասկանալու, հայրենիքի կառուցման գործով, պաշտպանության գործով զբաղվում են հայրերը, հայրենիք բառի հիմքում ընկած է հայրերը, երբ եք հասկանալու Հայաստանի տղամարդիկ, երբ եք դուք դա հասկանալու։ Սա մեկ փաստ, շատ չեմ ուզում երկարացնել, սա մեկ փաստ, որը ապացուցում է, որ մեծամասնությունը, մարդկության մեծամասնությունը սխալ մտածելակերպ ունի։ Հիմա երկրորդ փաստ ներկայացնեմ։ Մենք բոլորս, ընդհանրապես մարդ արարածը դա մարմնավորված հոգի է։ Մենք մարմնավորված հոգիներ ենք։ Ունենք եւ մարմին, եւ հոգի։ Կարծում եմ, որևէ կարիք չկա, անհրաժեշտություն չկա, որպեսզի բացատրեմ, որ դա այդպես է։ Չնայած ձեզ բացատրած, թե չբացատրած, միևնույն է։ Ես օրինակ նոր բացատրեցի տրամաբանորեն, որ մենք բոլորս պետք է զբաղվենք քաղաքականությամբ, հատկապես տղամարդիկ։ Առանց բացառության։ Ձեզանից որևէ մեկը հենց հիմա եզրակացություն կատարեց, ասեց, այս մեր եղբայրը ճիշտ է ասում, այսօրվանից ես որոշում եմ զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի ավելի քիչ խնդիրների առաջ կանգնենք։ Մենք ազգովի, ընտանիքով, մեր հայրենիքում քիչ խնդիրներ ունենանք, դրա համար պետք է զբաղվենք քաղաքականությամբ, այդպիսի որոշում կայացրեցիք, չէ։ Հիմա կարիք կա ես բացատրեմ, որ մենք մարմնավորված հոգիներ ենք։ Ձեզ համար որևէ նշանակություն չունի դա։ Դուք կարող եք կողքից նստել, լսել, թե մտնեք համացանց, տեսնեք ալիքի նմանները, ովքեր են դուրս են գալիս խոսում, դե դուք բոլորդ գիտունիկ, իմաստուններ եք, ոչ մի բանի չեք խառնվում, կարող եք մտնել ու մեզ, ովքեր այսպես նստում, ձեզ բացատրում են, ուսումնասիրում են, առաջարկություններ են կատարում, քլնգեք, հայհոյեք, ռեպլիկներ կպցնեք, այ դա եք դուք, բայց դուք գիտունիկներ եք, ոչ մի բանի հետ չեք ուզում խառնվեք։ Հիմա իմաստ չունի, որ բացատրեմ, եթե որևէ մեկը ուզում է, որ իսկապես համոզվի, որ մենք մարմնավորված հոգիներ ենք, իմ էջում առանձին գրեք, ես մեծ սիրով ձեզ կբացատրեմ, որ մենք ինչու ենք մարմնավորված հոգիներ։ Հիմա այսպիսի մի հարց. ձեր մարմնի համար դուք օրինակ ինչ եք անում։ Հասարակ օրինակ բերեմ, տուն եք կառուցում, բնակարան եք վերանորոգում։ Ինչի համար եք դա անում։ Դա անում եք ձեր մարմնի համար, չէ՞։ Գնում եք մտնում սանտեխնիկայի խանութ, ինչ եք առնում։ Ունիտազ եք առնում, զուգարանի թուղթ եք առնում, ումիվալնիկ լվացարան եք առնում, դուշևոյ կաբինա եք առնում։ Ես իմ տարբեր տեսակի շամպուններ, օճառներ, գելեր, այդ ամենը ինչի համար եք առնում։ Ձեր մարմնի համար եք, չէ՞ առնում։ Այո։ Գնում եք մտնում մթերային խանութ,
քանի ինչ տեսականի կա, չէ՞, մթերքների։ Հերթականությամբ ամեն օր, 2 օրը մեկ, շաբաթը մեկ, այդ բոլոր սննդամթերքերից դուք բոլորդ առնում եք, տանում ձեր տուն։ Ինչի համար եք անում։ Ձեր մարմնի համար, չէ՞։ Կոշիկ եք առնում, հագուստ եք առնում, գլխարկ եք առնում, չգիտեմ, ինչ որ առնում եք։ Ձեր մարմնի համար եք, չէ՞, առնում։ Սարքեր եք առնում, խալաձենիկ եք առնում, ֆեն եք առնում, սոկովուժի մարկա եք առնում, մանգալ եք սարքում, մեքենա եք առնում, այդ բոլորը դուք անում եք ձեր մարմնի համար, չէ՞։ Ժամերով կարող եմ թվարկել, թե դուք ինչ եք անում ձեր մարմնի համար։ Հիմա արդյոք ես դեմ եմ դրան։ Իհարկե ոչ, ձեր ցավն էլ տանեմ, որ դուք ձեր մարմնի համար ամեն ինչ անում եք։ Անում եք ինչի համար, որ ձեր մարմինը հանգիստ լինի, ձեր մարմինը ցավեր չունենա, ձեր մարմինը առողջ լինի, չէ՞։ Բայց ձեր մարմինն է, պետք է անեք, չէ՞։ Շատ ուրախ եմ, որ այդպիսինն եք։ Ով պիտի անի ձեր մարմինի համար, եթե դուք չանեք։ Հասկանալի է։ Հիմա բացի ձեր մարմնից դուք ունեք նաև հոգի։ Ինձ կարող եք ասել ձեր հոգու համար դուք ինչ եք անում, որպեսզի ձեր հոգին չճնշվի, ձեր հոգին չցավա։ Մեր կյանքում տեղ են ունենում, չէ՞, երևույթներ, պրոցեսներ, իրադարձություններ, որից մենք հոգեպես ճնշվում ենք։ Կներեք։ Օրինակ 44 օրյա պատերազմի ընթացքում համոզված եմ մեզանից յուրաքանչյուրը հարգելի հայրենակիցներ, մեզանից յուրաքանչյուրը պատերազմի առաջին օրվանից մինչև վերջի օրը հոգեպես մենք ճնշված ենք եղել։ Անընդհատ լսելով, թե ինչքան զոհեր ունենք, թե ինչպես ենք մեր հայրենիքը կորցնում։ Այսինքն մեր հոգին մենք հոգու ցավ ենք զգում աշխարհի անարդարությունից, երբ որ ինչ-որ մեկը մեզ դավաճանում է։ Այդպես է, չէ՞։ Ապրում ենք անարդար աշխարհում։ Հիմա, որպեսզի մեր հոգին, ձեր հոգին չցավա, ձեր հոգին չճնշվի, ինչ եք անում ձեր հոգու համար։ Իմ ուղեղս նորից կախում է այստեղ։ Դուք ձեր մարմնի համար ամեն ինչ անում եք, բայց ձեր հոգու համար, որ ձեր հոգին էլ չցավա, ոչ մի բան չեք անում։ Օրինակ բերեմ, օրինակ պատկերացրեք, ձեր եղբայրը գա ու ձեզ ասի, իմ անուն ես աղբերս, այս ձախ ականջս մի շաբաթա ցավում է։ Դուք ասեք, աղբեր ջան, քիչ է շուտ ասել, ես բժիշկ ունեմ ծանոթ, հենց հիմա զանգեմ, գնա թող այս մարդը այդ բժիշկը մի հատ ստուգի, նայի, մի բուժում նշանակի, թող այդ ականջը չցավա, չէ։ Ձեր աղբերը ասի, չէ, չեմ գնում։ Հարցնեք ինչու չես գնում։ Ձեր աղբերը պատասխանի, դե ասի իմ անում ես աղբերս, ես իմ ձախ ականջս է ցավում։ Եթե աչը ցավար, ես կգնայի։ Դուք ինչ կասեք ձեր աղբորը, չեք ասի, արա, հո դու աննորմալ չես։ Ոնց թե ձախ ականջ, աչ ականջ։ Ինչա, ձեր աչ ականջը ձերն է, ձախը ձերը, չի։ Այդպես կասեք, չէ՞, կասեք, հո դեբիլ չես, արա, աննորմալ չես, գնա ականջդ բուժի, որ այդ ականջը չցավա։ Հիմա ես նույն օրինակն եմ բերում, մենք մարմնավորված հոգիներ ենք, ձեր ցավը տանեն։ Ձեր մարմնի համար, որպեսզի ձեր մարմինը առողջ լինի, չցավա, հանգիստ լինի, ամեն ինչ անում եք։ Իրար մորթեք, խաբեք, քցեք, ամեն ինչ կանեք ձեր մարմնի համար։ Բայց որ ձեր հոգին ցավում է, ինչ որ երևույթներից, այս անարդար աշխարհից մի բան չեք ուզում անեք։ Սա էլ երկրորդ փաստը, որ սխալ մտածելակերպ ունեք, հայր ջան, եւ դա չի վերաբերվում միայն մեր ազգին, ամբողջ մարդկությունը, ես ասում եմ մարդկության 99%-ը սխալ մտածելակերպ ունեք։ Եվ դրա համար էլ այսօրվա իրականությունը այդ սխալ մտածելակերպի արդյունքն է։ Հիմա ես ձեզ մեխանիզմը ներկայացնեմ, թե ինչպես է ձևավորվում մեր իրականությունը։ Նայեք, մեր աշխարհը, մեր իրականությունը դա
մեր արարքների, կատարած քայլերի, գործողությունների, գործերի արդյունքն է, հետևանքն է։ Մեր քայլերը, գործողությունները, գործերը դա մեր ընդունած որոշումների, կատարած ընտրության արդյունքն է։ Մեր ընտրությունը, մեր որոշումները դա մեր մտածելակերպի արդյունքն է։ Իսկ մեր մտածելակերպը դա մեր էության արդյունքն է, հետևանքն է, այսինքն մեր մտածելակերպը ձևավորվում է ելնելով մեր էությունից։ Իսկ մեր էությունը դա համապատասխան գործիքակազմի արդյունք է, հետևանք է։ Այսինքն մեր էությունը մենք ձևավորում ենք համապատասխան գործիքակազմից ելնելով։ Այսինքն մեր ցանկությունների, երազանքների իրականացման համար թե ինչ գործիքակազմ մենք կիրառում, օգտագործում, դրանից էլ ելնելով մեր մեջ ձևավորվում է համապատասխան էություն։ Հիմա օրինակ բերեմ, նայեք, այսինքն մեխանիզմը եւս համառոտ ձեզ ներկայացնեմ մեխանիզմը, այս վերջին օղակից մինչև առաջին օղակը, սկսեմ հակառակ ուղղությամբ, գործիքակազմից ձևավորվում է մեր էությունը, էությունից ձևավորվում է մեր մտածելակերպը, մեր մտածելակերպից ելնելով մենք որոշումներ ենք կայացնում, մեր որոշումներից, ընտրություններից ելնելով մենք քայլեր ենք ձեռնարկում եւ մեր քայլերից ելնելով ձևավորվում է իրականություն։ Հիմա եթե մենք մեր ցանկությունների իրականացման համար, երազանքների իրականացման համար որպես գործիքակազմ կիրառում ենք սեր, հարգանք, բարություն, աշխատասիրություն, բարոյականություն, ազնվություն, արդարություն, նամուս, պատիվ, արժանապատվություն եւ այլն, ապա մեր մեջ ձևավորվում է աստվածային էություն։ Եթե մենք որպես գործիքակազմ կիրառում ենք ստախոսություն, խաբեություն, անբարոյականություն, կեղծավորություն, սպանություն, դավաճանություն, շնություն եւ այլն, ապա մեր մեջ ձևավորվում է սատանայական էություն։ Այսինքն մեր աշխարհում այսօր ընթանում է պայքար սատանայական էության բարարածների եւ աստվածային էության բարարածների միջեւ։ Սակայն այստեղ կա մի մեծ նրբություն, որ կան տարբեր մակարդակի սատանաներ եւ տարբեր մակարդակի աստվածներ։ Այս 8 միլիարդ մարդիկ, որ ապրում են մարդանման արարածները, որ ապրում են երկիր մոլորակի վրա, իրենք ունեն հնարավորություն իրենց մեջ ձևավորելու եւ սատանայական էություն եւ աստվածային էություն։ Ով ինչ ընտրություն կատարում է, դա կապված է այդ մարդու դաստիարակությունից, միջավայրից, չգիտեմ, գիտելիքներից, իմացությունից, իր նպատակներից, շատ հանգամանքներից։ Պայքար է ընթանում սատանաների եւ աստվածների միջեւ։ Առանձին պայքար է ընթանում սատանաները սատանաների հետ, առանձին պայքար է ընթանում սատանաներից յուրաքանչյուրը ձգտում է գերիշխանության։ Եվ առանձին պայքար է ընթանում ավելի ցածր մակարդակի աստվածները այդ սատանաների հետ, այսինքն այդ ներքաշված են այդ պայքարի մեջ։ Իսկ ավելի բարձր մակարդակի աստվածները այդ պայքարի մեջ չկան, որովհետև պայքարը դա արարչական գործիք չէ։ Եվ այսօր այս ամբողջ ինֆորմացիան ես ձեզ ներկայացրեցի, գիտեք ինչի համար, անցյալ իմ հաղորդման մեջ ես ձեզ տեղեկացրի, թե ով եմ ես, ինչ նպատակներ ունեմ, ինչու այդպիսի նպատակներ ունեմ։ Իմացեք ժողովուրդ ջան, ես անում եմ իմ անելիքը, սա իմ պարտականությունն է, ձեզ տեղեկացնեմ։ Ձեզ տեղեկացնում եմ, որ 2029 թվականին դեկտեմբերի 11-ին երկիր մոլորակի վրա տեղի է ունենալու համաշխարհային մասշտաբի կործանարար
մի իրադարձություն, որի արդյունքում այն մարդիկ, ովքեր արժանի չեն նոր ոսկե դարաշրջանում ապրելու, ոչնչացվելու եք արարող, մեզ ստեղծող քաղաքակրթության կողմից, եւ դա լինելու է արդարացի։ Եթե դուք չեք ցանկանում որևէ մի բան անել, որպեսզի այս սատանայական աշխարհակարգը փոխվի եւ 8 միլիարդ մարդիկ երջանիկ ապեն, հաստատվի նոր աշխարհակարգ, հայկական աշխարհակարգ իր բնույթով։ Եվ այդ ծրագիրը դա մեր ազգի առաքելությունն է։ Այդ ծրագիրը իրականացնողը ես եմ։ Դուք կարող եք որևէ բանի տեղ չդնել իմ ասելիքը, իմ մտքերը, դուք ձեր գործերով զբաղվեք, ես ընդհանրապես ձեզ տեղեկացնում եմ 29 թվականին դուք հայտնվելու եք կամ նոր աշխարհակարգ տեղափոխվող մարդկանց ցուցակում կամ ոչնչացվողների ցուցակում։ Դուք գիտեք, յուրաքանչյուր կատարեք ձեր ընտրությունը։ Ցանկանում եք, եկեք միացեք միասնական ուժերով, ես բոլոր ամեն ինչը մտածել եմ, ինչ քայլերի շնորհիվ այս սատանայական աշխարհակարգը փլուզենք, առանց որևէ պայքարի, առանց փողոցներում վազվզելու ապաչիների պես։ Մեր իմացության հիման վրա ամեն մեկս իր իմացությամբ, իր ներդրում ունենա այդ ծրագրի իրականացման համար միասնական ուժերով։ Կատարեք ձեր ընտրությունը, չէ՞։ Ես ձեզ տեղեկացնում եմ, ոչնչացվելու եք որպես պարազիտներ, չեք համապատասխանում ձեր չափանիշներով, հոգևոր արժեքներով, հոգևոր մակարդակով, եթե դուք չեք համապատասխանում նոր աշխարհակարգին, դուք իրավունք չունեք, դուք այդ աշխարհում չեք ապրելու, ոչնչացվելու եք որպես պարազիտներ։ Այսքանը շնորհակալություն, ստեսություն ձեզ։ Եվ մի բան էլ ասեմ, իմացեք, որպեսզի երջանիկ լինեք, պետք է արժանի լինեք, որ երջանիկ լինեք։ Հաջողություն նրանց, ովքեր արժանի են։ Ստեսություն ձեզ։